Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ահազանգում է, որոշ ուժեր ընտրություններին ընդառաջ փորձում են ճնշում գործադրել արտերկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող Հայաստանի քաղաքացիների վրա։ Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրան հայտարարվել է հետախուզում։ Երևանում ամեն տարի ավելացվելու են հիմնանորոգվող ճանապարհների քանակը, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանում առաջին անգամ իրականացվում են երկկողմանի մայթերի հիմնանորոգում, տեղեկացրել է քաղաքապետը։ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի շուրջ իրավիճակը։ Ռուսաստանը ճգնաժամի լուծման իր առաջարկներն է ներկայացրել։ Միացյալ Նահանգների նախագահը Պուտինին ասել է, որ նրա կողմից առավել մեծ աջակցություն կլինի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ անօրինական միջամտություններին։ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղան չի նստի, ասել է արտգործնախարար Արաղչին։ Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է այսօր Իրանին ամենաուժեղ հարվածներն են հասցնելու։